Հրաչ Խուդատյանը նշում էր, որ գազի ներմուծման մասով այլընտրանքներ կան։ Ինչ այլընտրանքների մասին է խոսքը։ Ես ասացի արդեն, ես քաղաքական գործիչ չեմ եւ քաղաքական որոշումների մասնակից չեմ, հետեւաբար այդ ինֆորմացիային չեմ տիրապետում, բայց այլընտրանքները հարակից տարածքներում Ադրբեջանից, Թուրքմենստանից, չգիտեմ, Պարսկստանից, բոլոր այն հնարավոր երկրները, ովքեր որ գազ են վաճառում եւ ենթակառուցվածքները թույլ են տալիս, որ մենք այդ երկրներից գազ գնենք, բնականաբար մեջ չենք ընկնում այս դեպքում Ադրբեջանը, երբ որ գնում են գազը։ Ես նման հայտարարություն չեմ կարող անել, նորից եմ կրկնում, ինձ հարցրեք, ինչու է գազի կալորիականությունը պայմանագրում 7900 կալորիա, բայց փաստացի տարվա վերջում 8300 կալորիա դառնում եւ ինչպես է դա ազդում գազի սակագնի վրա, ինչու է Աջան Այս առումով որ կախվածություն կարող է առաջանալ։ Հարգելի լրագրող, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, թե ձեր պես, թե մնացած մյուս հանրապետության քաղաքացիների պես ունեմ բազմաթիվ մտահոգություններ, բայց ես արդեն պատասխանեցի ձեր հարցին։ Այսինքն դուք չեք բացառում, որ մինչև այդ պայմանագրի ժամկետի ավարտը հնարավոր են որոշակի փոփոխություններ սակագնի։ Եթե նման առաջարկությամբ հանդես չի գալիս Գազպրոմ Արմենիա ընկերությունը, հետևաբար մենք մեր սեփական նախաձեռնությամբ բնականաբար գազի թանկացման առաջարկով հանդես չենք գա։ Տեսականորեն հնարավոր է դա, որ իրենք առաջարկով հանդես գան եւ բավարարի։ Տեսականորեն հնարավոր է, որ ես հենց հիմա այստեղ, երբ որ ձեզ հարցազրույց եմ տալիս, հենց հիմա պաշտոնապես կարող է ստացվել նման առաջարկ Ռուսաստանի Դաշնությունից կամ Գազպրոմ Արմենիա ընկերությունից, բայց այս պահին որևէ նման առաջարկ չկա եւ հետեւաբար բոլոր մեր խոսակցությունները մնում են ենթադրությունների դաշտում։ Շատ գյուղական բնակավայրերում հատկապես հրաժարվում են գազից եւ օգտագործում են արևային էներգիան։ Ունեք նման վիճակագրություն։ Այո, դա վաղուց արդեն մեծ պրակտիկա է մեր կյանքում եւ բոլոր այն բնակավայրերում, որտեղ որ քաղաքացիների համար հասանելի է եղել այդ տեխնոլոգիաները, բնականաբար նրանք օգտվել են այդ հնարավորությունից, ասեմ ավելին եւ այդ արևային տեխնոլոգիաները վերջին տարիներին բերեցին նրան, որ իսկապես գազի սպառման ծավալները կենցաղային մակարդակում որոշակի նվազման զսպման միտումներ ունեին որոշակի բնակավայրերում, բայց դրան զուգահեռ այնուամենայնիվ կենցաղային սպառողների մոտ գազի ծավալի սպառման ծավալի աճ է տեղի ունեցել, որը իմ կարծիքով վկայում է կենսամակարդակի աճի ամենալավ ցուցանիշներից մեկն է։ Եվ մոդուլար ատոմականների մասով կան հստակեցումներ, թե ոչ։ Այս պահին կա այն ինչ որ կա, ինչի մասին որ մշտապես ես էլ եմ խոսել եւ ձեզ էլ դուք էլ ունեք այդ ինֆորմացիան, նոր բան չեմ տիրապետում։ Դե որտեվ դա ոլորտի քաղաքականության իրականացնողը ՏԿ-ն նախարարությունն է իդեմս նախարարի, բնականաբար իր ինֆորմացիան այդ մասով ավելի շատ է եւ ավելի հստակ է։ Ես այդ խոսակցություններին գործնական մասնակցություն կունենամ այն ժամանակ, երբ որ կորոշվի այս կամ այն տիպի ատոմակայանը եւ արդեն հանձնաժողովի գործառույթը կլինի այս կամ այն տիպի ատոմակայանի սակագինը հաշվելը։